Ջարդված պոչով բաժակ, միայնակ գուլպա, չգրող գրիչ, անպետք էլեմենտ, այս ամենը մենք պահում ենք, մենք էլ չգիտենք ինչու։ Այս ամենը ավելորդ իրեր են, այս ալիքում մենք ավելորդազերծում ենք մեր տները, անպետք իրերից, ազատում ենք մեր տարածքը, դարձնում ենք այն թեթև և հարմարավետ։ Ինձ մեղադրում են, գրում են, որ եթե իրը ջարդված է, կարելի է այն հմտորեն նորոգել և այլն, վերաներկել և այլն, կարել, ինչ-որ նոր բան ստեղծել անպետք իրից։ Ոչ սիրելիներս, այս ալիքում ես չեմ քարոզելու նման անմիտ գործողություններ, ինքս շատ ստեղծագործ մարդ եմ, ինքս կաշեգործ եմ, Ծիրանը բրենդի հիմնադիրն եմ, բայց ես չեմ համարում, որ այն ամենը, ինչը կարելի է վերափոխել, պետք է վերափոխել։ Ոչ, այն ինչը, որ մենք պետք է ինչ-որ գործողություն կատարենք, որպեսզի այն մեզ շարունակի ծառայել, դա էլ ենթադրաբար, որովհետև եթե որոշ ժամանակ, մի քանի ամիս նա արդեն այդ ջարդված և չգործածվող վիճակում է, հավանաբար ունի իր դուպլիկատները, առնվազն մի քանի դուպլիկատ ունի տանը և մենք այդ իրի կարիքը չունենք։ Էնպես որ եթե ինչ-որ բան պահանջում է մեր գործողությունը, մենք լավ համաձայնվում ենք և տալիս ենք 2 օր ժամանակ կամ 1 շաբաթ ժամանակ, ինքներդ ձեզ տվեք ժամանակ։ Օրինակ, եթե ես 1 շաբաթվա ընթացքում չնկարեմ երեխայի հագուստի վրա ծաղիկ, կամ թաթիկներ և չփակեմ այդ դժվար անցանելի լաքան, ուրեմն ես այդ շորից ազատվում եմ, որովհետև դուք այդպես պահում եք, տարիներով կուտակում եք, մեկը դառնում է 10, 10-ը դառնում է 100 և դարակները լցվում են, դժվար են փակվում և դուք չգիտեք ձեր օգտակար պետքական իրերը որտեղ են գտնվում։ Էնպես որ լրացուցիչ գործողություն պահանջող իրերից առանց որևէ մեղքի զգացման ազատվում ենք։ Եվ կանոնը հետևյալն է. ես ինձ թույլ եմ տալիս, ես ինձ ներում եմ, ավելի ճիշտ սկզբից ես ինձ ներում եմ այն բանի համար, որ ես սա չեմ գործածում և ես ինձ չեմ պատժելու այդ իրը պահելով տանը, այսինքն եթե դուք այդ իրը, որից չեք գործածում, բայց պահում եք տանը ու տուժում եք, տառապում եք, հիշում եք, որ չեք գործածել, ինքներդ ձեզ մեղադրում եք, այդ իրը ձեզ պատժում է, հասկանում եք, դրա համար դուք ներում եք ձեզ չգործածելու համար և չեք դատապարտում ձեզ, չեք պատժում ձեզ պահելով այն, էնպես որ ազատվում եք մարտական տրամադրվածությամբ, շատ սառնասրտորեն յուրաքանչյուր իրից, որովհետև այդ յուրաքանչյուր իրը մեր ուղեղի համար մի անկատար գործողություն է, լրացուցիչ ստրես է, լրացուցիչ տեսողական աղմուկ է։ Եվ արդյունքում մենք կգանք և կունենանք այնպիսի տներ, որոնք որ նույնիսկ մեր ամենահոգնած, ամենամեծծանր օրվա ավարտին շատ հեշտ կարող ենք մենք կառավարել այնպես, որ չստեղծվի քաոս, որ լինի հանդարտություն, լինի ներդաշնակություն մեր տներում։ Յուրաքանչյուր սենյակը պետք է հավաքվել մաքսիմում 5 րոպեում։ Եվ եթե դուք լսեք իմ տեսանյութերը, մոտիվացվեք, հենց հիմա վեր կենաք և կատարեք 10 րոպե ավելորդազերծում ձեր տանը, կտեսնեք, որ ամիսներ անց ձեր տունը կդառնա անճանաչելի և ես շատ ուրախ կլինեմ դրա համար։